Այո, խնդրեմ։ Այք հաշվի առնելով, որ Հայաստանում օրինական են բոլոր գործիքակազմերը, որ իրավապահ համակարգը ունի, այդ ամբողջ գործիքակազմը անցնող տարիներին ծառայում է ՊՊՑ-ի այս շենքի նկարահանման տեսանյութերից սկսած մինչև ԱԱԾ-ի գաղտնալսումները ծառայում է քաղաքական իշխանությանը եւ շատ հաճախ անկախ մարմինները ամբողջությամբ գործում են քաղաքական իշխանության քիմքին համապատասխան, մենք չունենք որևէ ապահովագրություն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն գաղտնալսվի անօրինական, ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պաշտպանության, այլ քաղաքական իշխանության հետի նպատակների, դրա համար մենք ձեռնպատ կգնանք կողմ քվեարկել։ Հարգելով ձեր դիրքորոշումը, ես ասեմ, որ նախկինում պետության մեջ եղել է մի հատ այսպես ապօրինի կառույց մաքսային ծառայությունում Արմեն Ինչաներ Մովսիսյան, որը իր ներքին անվտանգությանը մեռել է։ Չէ, բան Մաքսային Ավետիսյան, Արմեն Ավետիսյանը, որին ներքին անվտանգության ծառայությանը եւ նրա ղեկավարին տրվել է սարքավորներ ձեռք բերելու հնարավորություն եւ գաղտնալսել ում ուզում է։ Թե ում են գաղտնալսել միայն ենթադրել կարելի է, ըստ Արմեն Ավետիսյանի ճաշակի, որովհետեւ նրա մասին լեգենդներ է պատտվել, թե իր ճաշակը որտեղ է պատտվել։ Լավ ինչ որ է, բայց դա փաստ է, եւ այդ սարքավորները, եթե ինձ լսում են, պատկան մարմինները թողոր առաջ բացահայտեն, որտեղ այդ տեխնիկան, ես գիտեմ, գոյություն ունեցել եւ նա նաեւ օգտագործվել է այլ նպատակների համար եւս։ Սա էքսպրոմտ։ Ժողովի նախագահը ասում, դուք այսօրվա համար պետք է անհանգստանաք։ Ես դες վերջի խայտարակ օրինակն ասեմ։ Նայեք, խայտարակ օրինակն ասեմ։ Ազգային ժողովի դիմաց մի երկու շաբաթ առաջ մեր ձևով է հանրահավաք անում։ Հանրահավաքի ընթացքում իշխանական այդ քարոշչամեքենայի կարծեմ Տարոն Չախոյանի կայքում հրապարակվում է ազգային ժողովի դարպասի վերևի կամերայից լուսանկար։ Այսինքն դուք հասկանում եք ուր են հասցրել երկիրը։ Մեր ազգային ժողովի սերվերից ՊՊՑ-ն հանել է նկարը նույն միտինգի ժամանակ տվել է մասնավոր լրատվամիջոցի։ Հին թվերը մի հիշեք, հերիքային թվերը հիշեք։ Այսօրվա մասին մտածեք։ Վաղն էլ հրապարակել եմ քննչականի, թե իմ հեռախոսը ոնց են գողացել, անօրինական ոնց են ֆայլերը հանել։